Ողջույն բոլորին, սա մեր հանգստյան 5-րդ օրն է եւ մենք արդեն պատրաստում ենք գնալ ծովա, բարեբախտաբար այսօր եղանակը հրաշալի է, այդ պատճառով ափում շատ մարդիկ կային եւ մենք էլ այդ մարդկանց թվում էինք։ Եթե դիտել եք նախորդ վիդեոները, ապա գիտեք, որ այս 5 օրվա ընթացքում միայն երկրորդ օրն է, որ լիարժեք կարողացել եմ հանգստանալ ծովափում եւ այսօր պարզապես վայելում էի։ Աղոնիկներին տեսնելիս ակամայից հիշեցի Հիսուս Քրիստոսի ասածը, թե եթե Աստված հոգ է տանում թռչունների եւ կենդանիների մասին, ապա ինչքան մեծ հոգատարություն կցուցաբերի մարդկանց մասին, որոնց ստեղծել է։ Ինձ համար Աստվածաշունչը հոգեբանական ամենամեծ գիրքն է եւ կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ իր կյանքում գոնե մեկ անգամ պետք է այն ընթերցի, ուղղակի յուրաքանչյուրի համար նախատեսված ժամանակը այլ է եւ դու պետք է դա անես, երբ պատրաստ ես։ Իսկ այսօր ծովը հանդարտ է համեմատաբար եւ մարդիկ կարողանում են գոնե մի փոքր վայելել այն, իդեպ վայելելու մասին, ահա թե ինչ է նշանակում ծովը վայելել, ես էլ էի նստած նայում ու հիանում էի այս տեսարանով։ Եթե երեխա ունենալ, ապա միայն նման երեխա։ Նման վիդեոներ տեղադրելիս մտածում եմ, միթե սա անձնական տարածքի խախտում չի, կամ սա այնքան շոկ էր, որ շները եւս հանգստի կարիք էին զգում։ Մենք արագանցում ենք կատարում դեպի քաղաքի կենտրոն եւ պատրաստվում ենք այսօր նավով շրջագայության գնալ, իմ տեսքը այսօր շատ եք տեսնելու, քանի որ մեզ շատ հետաքրքիր օր է սպասվում առջևում։ Երբեմն մտածում եմ, որ նախորդ կյանքում եղել եմ նավաստի կամ ծովահեն։ Ծովերի տիրակալ կներեք։ Սա մեր նավի ինտերիերն է։ Իսկ այ էքստերիերը սրաշքաղ չկա դեմքն ամեն ինչ ասում եմ։ Իսկ ամեն մեկը ծովը վայելելու իր տարբերակն ունի։ Մեր գլխավոր նպատակը իհարկե լուսանկարվելն էր։ Նաև իհարկե տրենդային ռիլ նկարելը, որով կիսվում ենք այստեղ։ Վերևում ֆոտոներ անելուց հետո մենք իհարկե իջնում ենք ներքև, որպեսզի արդեն ներքևում եւս ֆոտոներ անենք։ Մինչ այդ ներքևի տեսարանը։ Իմ վիշլիստի նկարը իրականություն դարձավ։ Ընթացքում նկատեցի, որ ինձ ուրիշներն էլ էին նկարում, չկա երևի ավելի հաճելի զգացողություն, երբ մարդիկ տեսնում են գեղեցկությունը պահի մեջ եւ այդ գեղեցկության մեջ դու կաս։ Երբեմն այս աշխարհը անիրական է թվում։ Դու համոզում ես, որ մարդը ընդամենը փոքր արարած է, բայց այդ փոքր արարածին Աստված համարեց իր գլուխ գործոցը։ Հիմա հարց՝ մարդը ստեղծված է այս ամենի համար, թե այս ամենն է ստեղծված մարդու համար։ Ես կարծում եմ, որ դա անբաժանելի միասնություն է։ Եվ քանի դեռ աշխարհը հոգ է տանում մարդու մասին, մարդը պետք է ինքն էլ իր հերթին հոգ տանի աշխարհի մասին։ Կապ չունի, թե ես կամ դուք աշխարհի որ կետում ենք, մենք միևնույն է նույն մոլորակի վրա ենք։ Ու հենց այս կետում, որտեղ ես նկարում եմ, տարբեր երկրներից մարդիկ կան։ Տարբեր մտածելակերպով, տարբեր աշխարհայացքով, տարբեր պատկերացումներով, տարբեր ունակություններով եւ տարբեր հատկանիշներով։ Միևնույն ժամանակ ինչքան նմանություն կա մեր բոլորի մեջ։ Օրինակ, մենք բոլորս հիանում ենք մեր շրջակա միջավայրով։ Դրա վառ ապացույցը լուսանկարելն է, որով փորձում ենք պահել լավ հիշողությունները։ Իսկ մենք արդեն եկել ենք ընտրելու։ Նախորդ վիդեոում նշել եմ, որ ռեստորան կա, որը ցանկանում ենք անպայման այցելել եւ այսօր այդտեղ ենք։ Մենյուից ընտրել էինք մեր կարծիքով սոուս, բայց պարզվեց, որ ճաշ է, հիմա բաժանում ենք 4-ից մեջ։ Իդեպ շատ համեղ էր։ Երաշտական դադար։ Այսքանով իհարկե ավարտում ենք պրոֆեսիոնալ պարողների վիդեոները եւ սկսում ենք մերը։
Իրականում երկրորդ անգամ եմ այս վիդեոն տեղադրում YouTube, քանի որ նախորդ անգամ YouTube-ը բլոկավորել էր այն երգերի պատճառով, որոնք հնչում են հենց այս ռեստորանում, ունեին հեղինակային իրավունքի պաշտպանություն, այդ պատճառով սա երկրորդ անգամն է եւ երգերը իհարկե ռեալ երգերը չեն, որոնք հնչում են։ Երեխան, վիժու ցել, նի վիժու препятствий։ Իդեպ ոչ միայն այդ երեխան էր այդպես նպատակաուղված, այլև մի քանի տղամարդիկ, ովքեր մի սեղանի շուրջ էին հավաքված եւ նրանցից մեկը փորձում էր իմ հետ պարել։ Մենք բարեբախտաբար նրան շուտ հայտնաբերեցինք եւ ոչնչացրեցինք։ Так что продолжается։ Ու կրկին YouTube-ի պատճառով այս երգը եւս չի հնչում բարձրացեն, բայց դե դուք հասկացաք, թե որ երգն է սա։ Եթե կուշակեցիք, գրեք մեկնաբանություններում։ Մի փոքր ուշ միացավ մեզ նաև իմ եղբայրը, իմ մորաքրոջ տղան, իր ընկերոջ հետ եւ մենք միասին շարունակեցինք պարել, ընթրել եւ իհարկե նրանք հիմա ուղեկցում են մեզ տուն ավտոմեքենայով։ Ես իհարկե պահը բաց չեմ թողնում եւ անում եմ իմ սիրելի վիդեոներից մեկը Բաթումի գեղեցկագույն շենքերի ֆոնի վրա։ Այսօր այսքանը, շնորհակալություն, որ հետևեցիք, անդամակրվեք եւ բաց մի թողեք հետագա վիդեոները։